2024 թվականին 2023-ի համեմատ համախմբված բյուջեի եկամուտները Հայաստանում աճել են 9.8%-ով։ Բյուջեի հարկային եկամուտների գերակշռող մասնաբաժինը կազմել է եկամտահարկը 24%-ով եւ ավելացված արժեքի հարկը 28%-ով։ Նախորդ տարի Հայաստանում նաեւ բնական ռեսուրսների արդյունահանման հարկերի եւ տուրքերի աճ է արձանագրվել։ Տվյալները հայտնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովը։ Երևան քաղաքի 2024 թվականի բյուջեի փաստացի եկամուտները կազմել են 116 միլիարդ 715 միլիոն դրամ, նախատեսված 113 միլիարդ 198 միլիոն դրամի փոխարեն։ Կատարողականը կազմել է 103.1%։ 2024-ին սեփական եկամուտների հավաքումը կազմել է 71 միլիարդ 199 միլիոն դրամ, կատարողականը 113.1%։ Նախորդ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ ավելի քան 21800 բռնի տեղահանված արցախցի աշխատանքի է անցել Հայաստանում, իսկ 4600-ից ավելի տեղահանվածներ գրանցվել են որպես ինքնազբաղված կամ կազմակերպության հիմնադիր։ Նախորդ տարի հատուկ արցախցիների համար հաստատված զբաղվածության ծրագրի մեկնարկը տրվել է այս տարվա հունվարին։ Այդ ծրագրով էլ 1800 անձ արդեն իսկ աշխատանքի է անցել, իսկ այս պահին ծրագրի շահառուների թիվը գերազանցում է 2180-ը։ Այս տարվա հունվարին Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 1.38 միլիարդ դոլար, ինչը նախորդ տարվա համադրելի ցուցանիշի համեմատ նվազել է 917.8 միլիոն դոլարով։ Հայաստանի խոշորագույն առևտրային գործընկերը շարունակում է մնալ Ռուսաստանի Դաշնությունը։ Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպությունը նվազեցրել է համաշխարհային տնտեսական աճի իր կանխատեսումները։ Կազմակերպությունում ակնկալում են, որ համաշխարհային տնտեսական աճը այս տարի կկազմի 3.1%, իսկ 2026-ին 3%։ Դեռևս սեպտեմբերին կազմակերպությունը կանխատեսում էր 3.3% աճ 2025 եւ 26 թվականների համար։ Առևտրային խոչընդոտների հետագա աճը կվնասի համաշխարհային տնտեսությանը նպաստելով գնաճին, ընդգծում է կազմակերպությունը։ Եվրամիության խորհուրդը հավանություն է տվել Ուկրաինային մակրոֆինանսական օգնության 3.5 միլիարդ եվրոյի չափով հերթական մասնաբաժնին, որն ավելի վաղ խոստացել էր Եվրահանձնաժողովը։ Երրորդ մասնաբաժինը ստանալու համար Կիևը բավարարել է բոլոր անհրաժեշտ պայմանները, որոնք առաջադրվել են Ուկրաինայի պլանի շրջանակներում։ Դրանք ներառում են վերականգնվող էներգիայի օգտագործումը ավելացնելու համար բարեփոխումների անցկացումը, էներգետիկայի ոլորտը կարգավորող մարմնի ինքնիշխանության ավելացումը, սահմանն անցնելու ընթացակարգերի պարզեցումը համաձայն Եվրամիության չափանիշների, գյուղատնտեսության զարգացման համար ռազմավարության որդեգրումը եւ այլն։ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը պաշտոնական ծանուցում է ստացել Իրանի Իսլամական Հանրապետությունից, Եվրասիական տնտեսական միության եւ Իրանի միջև ազատ առևտրի համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներքին ընթացակարգերի ավարտի մասին։ Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի 2025 թվականի մայիսի 15-ից։ Նոր համաձայնագրի իրականացումը արդյունավետ գործիք կդառնա երկրների միջև առևտուրը զարգացնելու ուղղությամբ եւ տեսանելի ապագայում կօգնի փոխադարձ ապրանքաշրջանառությունը ռեկորդային 12 միլիարդ դոլարի հասցնել։ 200% մաքսատուրք էր սահմանել եվրոպական ալկոհոլի համար։ Սա Դոնալդ Թրամփի վերջին քայլերից է, որը ցնցել է արտադրողներին։ Ամերիկացի սպառողները վաղուց եվրոպական բարձրորակ գինիների եւ ոգելից խմիչքների հիմնական գնորդներն են, եւ նման մասշտաբի մաքսատուրքերը կարող են թանկացնել շատ ներկրվող ապրանքներ։ Ամերիկան ամենակարևոր արտահանման ուղղությունն է եվրոպական ոգելից խմիչք արտադրողների համար։ Միջազգային առևտրի կենտրոնի տվյալներով որոշման արդյունքում ալկոհոլի եվրոպական արտադրությունը 13 միլիարդ եվրոյի վնաս կկրի։ Միջազգային առևտրային հարաբերությունների աճող լարվածությունն ու աշխարհաքաղաքական խնդիրները իրենց տնտեսական հետևանքներն են ունեցել Հայաստանի ու մեր գործընկեր երկրների վրա։ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը հավանական է համարում, որ առաջատար երկրները դեռևս կպահպանեն դրամավարկային խիստ քաղաքականությունը, ուստի Հայաստանի տնտեսության վրա արտաքին թույլ ազդեցություններ նկատելի կլինեն։ Հաշվի առնելով աշխարհաքաղաքական ու դրամավարկային նման պայմանները, գլխավոր դրամատունը որոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսը
տոկոսադրույքը, այն սահմանելով 6.75%։ Կախված հետագա զարգացումներից որոշումները կլինեն ադեկվատ, կարևորը գնաճը պահպանվի 3%-ի սահմաններում։ Մարտի 5-ին Հայաստանի Հանրապետությունը միջազգային կապիտալի շուկայում հաջողությամբ տեղաբաշխեց $750 միլիոն ծավալով 10 տարի մարման ժամկետով եվրապարտատոմսեր 7.1% եկամտաբերությամբ։ Կենտրոնական բանկի նախագահից հետաքրքրվում են, պարզ ասած, նման տոկոսադրույքը լավ է թե վատ։ Բնականաբար գիտեք, որ կա risk-free տոկոսադրույք, այսինքն ռիսկից զատ տոկոսադրույքը, դա Ամերիկայի նույն ժամկետայնությամբ 10 տարանոց պարտատոմսերի եկամտաբերությունն է, որը այս պահին ճշգրիտ երևի չեմ ասի, բայց 4.3-ի մոտ է։ Այսինքն Ամերիկայի պետությունը 10 տարանոց պարտքը շուկայից վերցնում է 4.3%-ով տարեկան։ Հայաստանի կառավարությունը այդ պարտքը վերցնում է 7.1-ով, տարբերությունը 2.8% է, որը վերջին ժամանակում դիտված այդ սպրեդի նորմալ չափն է։ Հենց որտեղ որևէ ինչ-որ արտառոց բան չեմ տեսնում։ Բանկերը չեն արձագանքում, թե դանդաղ են արձագանքում կենտրոնական բանկի որոշումներին։ 2023-ի հունիսից երկրի գլխավոր դրամատունը պարբերաբար իջեցրել է վարկերի տոկոսադրույքները, այնինչ առևտրային բանկերում վարկերի տոկոսները շարունակում են բարձր մնալ։ Այսպես մինչև 1 տարի տևողությամբ վարկերի տոկոսները 13.88 են, 1 տարուց ավելի ժամկետով վարկերի դեպքում 15.27։ Աճում են այն տիպի վարկերը, օրինակ սպառողական վարկերը, որոնց տոկոսադրույքները ավելի բարձր են։ Ու քանի որ այդ տիպի վարկերը Հայաստանում տրվում են հայկական դրամով, վերջին մեր օրենսդրական փոփոխությունների արդյունքում բնականաբար միջին կշռված տոկոսադրույքը գնում է վերևի ուղղությամբ։ Ստացվում է վարկերի դեպքում պահանջարկն է ձևավորում առաջարկային, բայց որ կենտրոնական բանկի նախագահը հնարավոր է համարում, որ վարկերի տոկոսադրույքները կնվազեն, բայց միայն այն դեպքում, եթե քաղաքացիների եկամուտն էլ նվազի ու վարկ վերցնելու հետագայում էլ այն մարելու հնարավորություն չունենան։ Մարտին Գալստյանը սակայն նման սցենարը ցանկալի չի համարում։ Միացյալ Նահանգները Ռուսաստանի Դաշնություն վերսկսված բանակցությունների ֆոնին ռուբլին բարելավում է իր դիրքը, փոխարժեքը բարձրացել է, փոխարենը դոլարն է անկում գրանցել, շուկայում ռուբլու եւ դոլարի զարգացման ուղեգիծը դեռևս անորոշ է։ Շատ բաներ կախված են նրանից, թե ինչ որոշումներ կկայացնի էքսցենտրիկ Թրամփը օվկիանոսից այն կողմ։ Շրջանառության հարկ վճարողները 2025 թվականի առաջին երկրորդ եռամսյակների համար կարող են օգտվել աջակցության ծրագրից եւ հետ ստանալ շրջանառության հարկի 5% շեմից ավելի վճարված գումարները։ Աջակցության ծրագրից կարող են օգտվել այն տնտեսվարողները, ովքեր նախորդ տարի իրականացրել են առևտրական գործունեություն, 2025 թվականի առաջին երկրորդ եռամսյակների համար ամբողջությամբ վճարել են շրջանառության հարկը, մինչև հունվարի 1-ը կատարված ծախսերի մասով ունեն չնվազեցված ու փոխանցված գումար։ Դիմումի հետ միասին հարկային մարմին պետք է ներկայացնել 2025 թվականի հունվարի 1-ի դրությամբ ապրանքային մնացորդի մասին տեղեկություններ։